Մենք տաղավարում ենք սիրելիներս, իսկապես ախորժակը բացված է, որովհետև նախ հետաքրքիր բույր է հիմա մեր մոտ տաղավարում, Գարունը հիշեցնող շատ հատկապես թարմ կանաչի համեմի բույր է։ Եվ հետաքրքիրն այն է, որ այն բաղադրիչները, որոնք հիմա դրված են մեր խոհանոցային բաժնում, շատ շատերը վստահաբար ունեք, այնպես որ հիմա հետևեք մեր ընթացքին շատ ուշադիր, որպեսզի մեզ հետ միասին պատրաստեք։ Ողջունում ենք Անուշին եւ ֆուդբլոգեր Սոֆիա Դավթյանին։ Բարի լույս սիրելի գործընկերներ, այո, այսօր Սոֆիան է մեր տաղավար եկել եւ հետաքրքիր բաղադրատոմսով է եկել պատրաստելու ենք ինչ Սոֆիա։ Շատ համեղ նախուտեստ, որի անունը դու կոչեցիր, կարծում եմ շատ հետաքրքիր։ Հավի մսով փաթաթուկներ։ Այո, փաթաթուկը կարծում եմ շատ գեղեցիկ անուն է։ Նախուտեստ է, որը շատ արագ պատրաստվող է եւ մատուցման ձևն է շատ գեղեցիկ։ Ես սկսեմ մենք անհամբեր սպասում ենք, որ դուք ներկայացնեք այն բաղադրիչները, որը ինչպես Հայկը սկզբում նշեց, շատ բազային են խոհանոցի համար եւ շատ շատերի խոհանոցում գուցե այս պահին էլ բոլոր բաղադրիչները գտնվեն։ Այո, իրականում մենք այստեղ հավի կրծքամիսն արդեն խաշել ենք, բայց քանի որ երկար աշխատանք է սպասվում, պետք է թել-թել անել, ինչպես ասում են, բոլորդ մայրիկներին հաստատ օգնած կլինեք, իհարկե հատկապես նախատոնական օրերին, չէ, հավի կրծքամիսը։ Ամանորյա։ Իսկ ես զուգահեռ կտրում եմ պղպեղը։ Սոֆիան կտրում է պղպեղը եւ Սոֆիա, մեզ էլ ինչ է անհրաժեշտ, պանիր, եգիպտացորեն, բայց պահածոյացված տարբերակով, լահմաջոյի լոշիկներ եւ մայոնեզ։ Իսկ պանիրի ընտրությունը ինչ տեսակի պանիր է մեզ ցանկալի է մոցարելա։ Մոցարելա։ Այստեղ հիմա մենք պետք է ամբողջը խառնենք եւ գեղեցիկ այդ Փաթաթուկները ստանանք։ Այո, կարող ենք ուղղակի նույնիսկ լավաշի մեջ փաթաթել, ինչպես կցանկանա։ Դե այո, այլ ընտրանքային տապակելուց ավելի հարմար կլինի այս տարբերակով։ Այո։ Սոֆիա, իսկ սա հեղինակային բաղադրատոմս է։ Ոչ։ Որտեղից այդ դեպքում։ Չեմ ասի։ Դեպի մեքսիկական ուղղություն թե ոչ, ըստ Կարծում եմ, այո, հա։ Եթե համեմունքներն էլ առատ լինեին ավելի, Եթե այո, շատ կարող կծու էին լիներ, եգիպտացորենն էլ կար, մնում էր լոբին լիներ։ Սև պղպեղ եւ առնք միայն օգտագործում, բայց կարող ենք նաեւ ավելացնել։ Անուշ, բայց շատ կարևոր մի բան պակասում է նաեւ, եթե գնանք դեպի մեր օվկիանոսի չքնաղապ օրինակ ավազոտ։ Դե հիմա դու այնպես ես անում, մենք գործը թողենք ու ցանկանանք հանգստանալու ուղղակի։ Սոֆիա, վաղուց է քեզ գերել խոհանոցը եւ ասեմ ավելին, երբ խոհանոցում դու նաեւ անես այն ինչ որ տեսնենք քո հետևորդները, այսինքն զբաղվել նաեւ բլոգինգով։ Այո, մի քանի տարի է սկսեցի պատրաստել, ընտանիքի անդամները շատ հավանեցին եւ ասեցի ինչու ոչ, կարող եմ զուգահեռ նկարել։ Ու այդպես բացի այդ ես խոհանոցը շատ եմ սիրում, իմ ռելաքսն է, հանգստանում եմ խոհանոցում։ Իսկ ամենասիրելի խոհանոցը որ երկրինն է։ Իտալականը։ Իտալական։ Օ, այս դեպքում ուտեստ կա կոնկրետ իտալական, որ սիրելի է։ Համախոհ եք, հա, ինչպես ասած։ Որ պաստան։ Բոլոր պաստան է։ Կարևորը պաստա։ Չէ, ես top 1 ունեմ, առաջին հորիզոնական, որ կարբոնարա։ Համեղ պատրաստված կարբոնարա։ Պանիրը առատ լինի։ Պանիրը առատ։ Միշտ պետք է պանիրը առատ լինի։ Ես միշտ ասում եմ պանիրը եւ ընկուզեղենը, որքան առատ այնքան տվյալ։ Այո, շատ չէ։ Գիտես հենց որ ինչ մտածեցի, որ մեր գործընկեր սիրելի ընկեր Միկա Ղափանյանը եւ Սոֆիան Դավթյան գաղափարակից են խոհանոցում, որ իմաստով, որ նրանք հանգստանում են իրենց ողջ էությամբ ու նյարդային համակարգով խոհանոցում։ Այո։ Ռելաքս հենց բառը հնչեց, ես միանգամից հիշեցի մեր Միկայի խոհանոցը այդպես է կարծում եմ, չէ՞ մանե, դու էլ շատ ես սիրում խոհանոց։ Ես իսկապես սիրում եմ եւ խոհանոցում պետք է այո հանգստությամբ պատրաստել, որովհետեւ յուրաքանչյուրս էլ վստահաբար օրվա ինչ որ մի ժամ տրամադրում ենք պատրաստելուն, հատկապես մայրիկները, որ խոհանոցում ավելի հաճախ են լինում կամ այն բոլոր մարդիկ անկախ սեռից, որ մենակ են ապրում եւ դրսում ուտելու, ճաշելու փոխարեն նախընտրում են տանը պատրաստել, ինքնուրույն պատրաստել, ինչ որ ժամանակահատված միևնույն է խոհանոցը ձեզնից խլում է։ Ու եթե դուք այդ ժամանակը փորձեք օգտագործել սիրելով խոհանոցը, տրամադրված եւ գեղեցիկ պատրաստելով այն սովորական ուտեստը, որը կարող եք պատրաստել հերթական 100-րդ անգամ, դա այլ համ կստանա վստահաբար ու պատահական չէ, որ ասում են կա գաղտնի բաղադրիչ խոհանոցում, դա մեկ գտալ սերն է, որ կարելի է ավելացնել անկախ նրանից, թե ինչ եք պատրաստում։ Լավագույն համեմունքը, չէ՞։ Այո։ Վերջնական կարող է լրացնել ողջ համադրությունը համային։ Ահա, մենք այստեղ տապակում ենք Այո, մեզ մոտ արդեն թեժ է, քանի որ թավան տաք էր, արևածաղկի յուղը ավելացրեց։ Այո, եւ հիմա բույրը կհասնի նաեւ ձեզ։
Ես մի բան ասեմ։ Գտել եմ այստեղ ավելի արագ պատրաստելու, արագ մանրացնելու գաղտնիքը։ Ես Ինչը երկու պատարակաղով չես փորձում։ երկու պատարակ Այո։ Արի, ինչպես։ Մեկ պատարակ ես ցույց տամ գամ։ Ցույց տամ։ Մենք սիրում ենք անմիջապես։ Անմիջապես։ Մեկ պատարակաղը պահում ես հավի կրծքանից։ Այսպես։ Սա կտրված է, սա ոչ, այ մեծ կտորը տան։ Այսպես։ Դե սիրելի հեռուստադիտողներ, դուք հիմա եւս մեկ անգամ համոզվեցիք, որ շատ բազմակողմանի է զարգացած մեր Մանե Մխոյանը։ Այո, որովհետեւ նա շատ արագ կողմնորոշվեց եւ ահա տեսեք ինչ հմուտ շարժումներով նա կարողանում է շատ արագ թել-թել անել հավի կրծքամիսը։ Մանե բրավո, Մանե ապրես։ Ընտիր։ Ավելի հեշտ է ստացվում այսպես։ Իսկ ես ուղղակի շատ մանր ուզում էի կտրել։ Դա էլ է տարբերակ իհարկե։ Ես նաև փորձել եմ մի անգամ շատ հայտնի սոցցանցերում հնարք, որը օգտագործում են հարիչը եւ փորձում են հարիչի օգնությամբ դա անել։ Մի փորձեք, չի ստացվելու եւ հետո մայրիկին հարիչ եք պարտք մնալու։ Ախնախ հարիչն է լինում անսարք վիճակում, չէ։ Հարիչը փչանում է, տունը ավիրվում է, Հետո մի հատկապես տեսակ խոհանոցը։ համասեր զանգված է դառնում դեպքում, չէ։ Հավի կրծքամիսը դառնում է այսպեսին։ Այն չէ, ինչ որ մի խոսքով մենք կարող ենք սպասել, երբ օգնության են գալիս ձեռքերը, ամենակարող մարդու։ Կամ խնդրեք տան փոքրիկին, դա եւս լավ հնարք է, որպեսզի նա զբաղվի այդ հարցով։ Ամենաճիշտը։ Մենք ինչպես ենք արել։ Սոֆիա, դու ում ես խնդրում, որպեսզի օգնի քո փոխարեն, այո։ Ոչ մեկ, ես եմ։ Փոքրը ես եմ։ Ահա։ Դրա համար է խոհանոցը շատ սկսել ես սիրել, չէ՞, այնքան ես պատրաստել։ Ես հենց նոր ընկա երևակայության գիրկը եւ մտածեցի, որ օրինակ, եթե տանը այս պահին չունեք հավի կրծքամիս, այս բաղադրատոմսը փոքրիկ։ Եթե տանը չկա փոքրիկ։ Գիտեք, այս բաղադրատոմսը նաեւ ստի շատ համեղ կլինի որևէ ձկնատեսակով, եթե պատրաստենք։ Ես արդեն մտովի համադրում էի գինու հետ, որովհետև գինու օրեր են։ Եվ այո, այս նախուտեստը կարելի է վայելել սպիտակ գինու հետ, սպիտակ չոր գինու հետ։ Հիանալի համադրություն կլինի։ Այո, դե սպիտակ գինին պետք է սառը խմել, հատուկ ջերմաստիճանը պահպանելով։ Իսկ ունենք հստակ կանաչու տեսակ, թե պարզապես Այո, համ եմ։ Միայն համ է։ Ինձ թվում է Սամիթ էլ այս դեպքում այո, համ Անուշ ուղղակի համեմ է սիրում։ Չէ, բայց այո, սամիթը պարտադիր նույնպես կհամադրվի, այո։ համադրվող Բայց կանաչիներից կարծում եմ, է։ եթե այլ համեմունքներ սիրում են, կարող են ավելացնել, կհամադրվի։ Իսկ երբ փաթաթուկը պատրաստ է լինում, նրան ուղարկում ենք տապակելու։ Այո, բուսայողի մեջ երկու կողմից տապակում ենք։ Ինձ թվում է նույնիսկ ջեռոց կարող են դնել Այո, ավելի առողջ կստացվի իրականում։ Հիմա Նրան կարող են կանաչիներ ավելացնել ձվի դեղնուց, որպեսզի լավ կարմրի եւ քունջութի սերմեր, որ Անուշի սրտով լինի։ Այո, մենք սերմեր շատ ենք սիրում։ Սոֆիա, շատ ես հետևում առողջ եւ օգտակար սնվելուն, թե համենայն դեպս երբեմն կամ նույնիսկ հաճախ տրվում ես գայթակղություն։ Երբեմն հետևում եմ։ Բայց հետաքրքիր է, չէ՞ որ հատկապես ֆուդ բլոգինգով զբաղվող մարդիկ ամեն ինչ անում են, որ հետևեն առողջ ապրելակերպին սնունդի առումով, բայց ամենայն դեպս Գայթակղիչ բաղադրատոմսեր լինում չեն են։ կարողանում։ Դե դա երբեմն, որովհետև հենց հետևորդները, հեռուստադիտողները, չէ՞ որ նրանք էլ ոչ բոլորն են, որ այդպես հստակ կամ դիետաներով կամ ուղղակի բոլորն էլ մարդկա օրինակ սիրում է, չէ՞ մայոնեզ, մենք հիմա օգտագործում ենք այստեղ, բայց ես օրինակ իմ խոհանոցում տանը երեխաներից համար ավելի հազվադեպ եմ օգտագործում, բայց երբեմն եթե օգտագործում ենք, այն արդեն նման վնաս չի հասցնի, ինչպես որ օրինակ ամենօրյա ռեժիմով օգտագործում։ Անուշ, դե քեզ նայելիս ուրիշ տարբերակ չենք էլ կարող ենթադրել, որովհետև միշտ գեղեցիկ ես։ Կազմվածքով, քո տեսքով, քո առույգ լինելով, քո էներգիայով, իսկ դա ինչ է փաստում, որ դու փորձում ես միշտ սնվել առողջ։ Սա ընդունի որպես կոմպլիմենտ նաև։ Դե դրա համար մենք եւ առողջ եւ արագ պատրաստվող մթերք ուտեստներ ենք հիմնականում առաջարկում եւ հիմա նույնը Սոֆիայի առաջարկած բաղադրատոմսներ, որովհետեւ իրոք եւ օգտակար է եւ շատ արագ է։ Դրա համար մենք որոշեցինք նաեւ այսօր սա պատրաստել։ Սոֆիա, հետաքրքիր է նաև թե բլոգում ինչպիսի բաղադրատոմսեր են ավելի հաճախ քեզնից պահանջում,
այն մարդիկ, ովքեր հետևում են։ Առողջը սկսել են ավելի գնահատել մարդիկ, եթե անկեղծ ու ես շատ ուրախանում եմ։ Բայց փորձում եմ համադրել Իսկ տաք ուտեստներ, աղցաններ, տարբերություն կա, թե տաք ուտեստներ։ Իմ էջում ավելի շատ սիրում են տաք։ Իսկ քիչ առաջ նշեցիր, որ ֆավորիտ խոհանոցը իտալական խոհանոցն է, կոնտենտի մեջ արդյոք ավելի շեշտադրում ունի իտալական բաղադրատոմսերը, թե որպես այդպեսին չկարգեն։ Փորձում եմ ոչ թե իմ ճաշակով առաջնորդվեմ, այլ ընդհանուր իմ հետևորդների։ Փորձում եմ ամեն ինչ ներառել, եւ հայկական, եւ իտալական։ Իսկ հայկական խոհանոցի ֆավորիտը որն է բաղադրատոմսը։ Հարիսա եմ շատ սիրում։ Հարիսա։ Ամենահամեղը։ Ինձ կորոքլիով դնում եմ։ Դե լավ, հերիքը ախորժակի բացում արդեն։ Եվ սկսենք փաթաթը, ես էլ փորձեմ։ Այո։ Թրջում ենք բոլոր կողմերից, որպեսզի չբացվեն մեր փաթաթուկները։ Ինչպես եք անում, որ չբացվի։ Երևի շատ քիչ պետք է դնել միջուկը։ Այո։ Սա ես փոքր եմ արել, որպեսզի հեշտությամբ մի կծով ստացվի։ Իսկ դա ինչ է, որով մենք պատում ենք։ Ջուր։ Սովորական ջուր։ Այո։ Իսկ սրանք լահմաջոյի լույսիկներ են։ Ընդամենը 1-2 պատառով կարող ենք մենք վերջ տալ այս փաթաթուկը։ Ես մտածեցի, որ ոչ միայն լավաշը կարելի է նաև կիրառել ներփաբլիթի թերթիկներ, եթե կան տանը, նույնիսկ հայտնի բլինչիկի թերթիկներ։ Մի խոսքով Եվ նաև շերտավոր խմոր։ Շերտավոր Ու դնել ջեռոց իհարկե։ Այս դեպքում։ Հա, ավելի առողջ տարբերակ է ջեռոցը։ Եվ այսպես կողքերից ծալեցիք, ես չտեսա թե ինչպես։ Հաջան, այո։ Մի վարքյան այստեղ թրջամ, այո, կողքերից ծալում։ Այո, հենց նրբաբլիթի նման էլ անում ենք։ Տոլմայի նման։ Հա։ Ես ավելի շատ պատկերացնում էի փաթաթուկը, այսպես երբ այո, կոնաձև, այդպես էի պատկերացնում, բայց Ես էլ էի այդպես պատկերացնում, հետաքրքիր էր։ Բայց կոնաձև երևի կստացվի, եթե ձևը խմորի թողենք հենց այդպես կլոր։ Այո։ Բայց այդպես պետք Պետք է է ուրեմն կիսենք ինձ թվում է, որ խմորը շատ պետք է չլինի։ տանենք, որովհետև այդ դեպքում ավելի դժվար կլինի բուսայուղի մեջ տապակել։ Այ երբեմն մտածում եմ Հայկ ջան գնա փորձիր հենց այսպես պատրաստել, կարողացիր, հաջողիր, հետո նոր մտածի այլ տարբերակների մասին։ Ընդամենը պետք է սեր դնել եւ ամեն ինչ կստացվի։ Երանի գտնենք այդ ժամանակը խոհանոցում լինելու եւ այնինչ այստեղ տեսնում ենք տանը փորձարկելու, չեմ հասցնում։ Այստեղ պետք է ասել մարդու մտքին տեղ լինի։ Բայց Իդեպ հիանալի փորձառություն կարող է լինել, եթե ինչ-որ մի օր որոշես, օրինակ, քո երկու ավակ, երկու տղաների հետ պատրաստել նախուտեստ, նախաճաշ եւ մատուցել ձեր փոքրիկին, տան եւ մայրիկին կամ ընտանիքի մյուս անդամներին եւ Հրաշալի տարբերակ է սա։ Ընդհանրապես երեխաներին ներառել խոհանոցում միշտ է հետաքրքիր իրենց եւ եթե որևէ ուտեստ իրենք չեն ուտում, երբ որ պետք է նրանք միասին պատրաստել, անպայման դա իրենց ուրախացնում է եւ սկսում են միանգամից համեղ է դառնում իրենց համար, սկսում են ուտել։ Տապակելու համար մեզ պետք են ընդամենը մի քանի րոպեներ, այո։ Այո։ Երկու կողմից ընդհանրապես տապակում ենք եւ վերջ։ Մի փոքր։ Անշկավեք մի փոքր բուսայուղ ավելացնել։ Այո։ Բուսայուղն այստեղ է։ Հեշտ, արագ ու բազային բաղադրիչներով պատրաստվող նմանատիպ ուտեստները, նախուտեստները, որ ներկայացնում է Անուշը իր հյուրերի հետ, առավոտ լուսոյի խոհանոցում իսկապես օգտակար են, եւ եթե դուք չեք հիշում այս կամ այն բաղադրատոմսը, պարզապես պետք է փնտրել, գտնել Facebook-ում, Instagram-ում, YouTube-ում մեր տեսանյութեր, այդ թվում նաեւ խոհանոցային հատվածները, որը առանձին տեղադրվում է, որպեսզի դուք, եթե չեք հասցրել դիտել եթերը կամ գրի առնել բաղադրատոմսը ձեր նշումների մեջ նշել, կարող եք հետագայում գտնել, որպեսզի դուք էլ պատրաստեք եւ զարմացնեք ձեր ընտանիքի անդամներին ու սիրելի մարդկանց։ Ահա թե ինչու շատ հաճախ սիրելի հեռուստադիտողներ, մենք ձեզ առաջարկում ենք միանալ մեր Instagram-յան ու Facebook-յան էջերին, որովհետեւ այնիշ եք հասցնում դիտել, այո, հետո կարողանում եք դիտել, բացահայտել եւ ի վերջո դուք ինքներդ էլ այս դեպքում պատրաստել խոհանոցային որևէ համեղ բաղադրատոմս։ Տապակվում են մեր փաթաթուկները հիմա։ Հավով փաթաթուկները։ Այո, հավով փաթաթուկները։ Եվ շատ քիչ ժամանակ մնաց, որ պատրաստ լինի, մենք արդեն կարող ենք պատրաստվել մատուցման։ Իհարկե հետաքրքիր տարբերակներից մեկն է, բայց միջուկ այս դեպքում այսպես կոչված Առանձին աղցան կարող է լինել։ առանձին աղցան։ Այո։ Այո։
Եվ մատուցել օրինակ ջեռոցում դրված այս նույն հացիկները խրթխրթան դարձնել, երեխաներին մատուցել նաև այդ տարբերակով։ Հիշում ես, չէ՞, բայց պետք է պատրաստել նոր մտածել այլընտրանքային մատուցման ձևեր։ Այնպես որ մենք սպասում ենք այդ նորությանը։ Առում դեռ։ Չթռած, հոպ մի ասա։ Այո, այո։ Դե հրաշալի էր ասված, բան է ապրես։ Ես օրինակ մտածում էի, որ չասեմ, բայց դու ինքդ ասացիր մեր ամենակոլորիտային եւ հնչեղ հասույթներից։ Արտահայտություններից մեկը։ Մի քանի րոպե դիմացեք, սիրելի հեռուստադիտողներ, մենք էլ ենք անհամբեր, որպեսզի փորձենք եւ գնահատենք մեր Ընդամենը վարքյանների հարց է այստեղ մնում։ Եվ արդեն պատրաստ կլինի։ Ինչն է լավ, որ այստեղ կմորն էլ պատրաստ է եւ իրականում եւ իսկապես լավաշով կարծում եմ հենց այսպես Սոֆիա շատ համեղ կստացվի։ Կարող են լավաշով։ Այո, լավաշով շատ ավելի արագ էլ կպատրաստվի նույնիսկ, եթե լահմաջոյի խմորը մի քիչ ավելի հում վիճակում է։ Արդեն կարող ենք մատուցել։ Ահա։ Միջ հավով փաթաթուկները իրենց տեղը կգտնեն մատուցման ափսեի մեջ։ Ես հենց այս բանի մտածում էի, ինչ հետաքրքիր սոուսներ կարելի էր ստանալ եւ համադրել այս ուտեստի հետ։ Իհարկե շատ բարձր կալորիականություն կունենա այդ տարբերակով, բայց ոչ թե սոուս, օրինակ ես սա կվայելեի ռեժանով։ Ասա։ Մենք մտածում էինք անսահմանեք, Սոֆիայի հետ մտածում էինք այդ հարցի շուրջ, ինչպես մատուցենք, այո, եւ իրականում կարելի է մածունով, թթվասերով, սխտորով, սամիթով մի փոքր։ Դե իսկապես շատ են տարբերակները, որովհետև հենց բաղադրատոմստ է թույլ տալիս երևակայում իմպրովիզներ անել, եւ այդ պահին ախորժակը եթե քաշեց, ուրեմն պիտի դարձնես իրականություն դա։ Սոֆիան կանաչիներով զարդարում է, շնորհակալություն, իսկապես շատ օգտակար եւ համեղ բաղադրատոմսը, մեզ մնում է ասել Անուշ լինի։ Անուշ լինի բոլորիս։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք ձեզ Սոֆիա Դավթյան, սիրելի Անուշ։ Մենք շարժվենք առաջ, սիրելիներս գնանք համտեսենք, դուք էլ երևի թե վայելեք երաժշտական տրամադրությունը։